Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Բաքվում փորձում են միանգամից երկու լարերի վրա խաղալ։ Նախ մի կողմից Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է Հայաստանի հետ գնալ խաղաղության, իսկ մյուս կողմից էլ տարբեր սադրանքներով փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի նկատմամբ։ Բաքվի այս խաղը թերևս երկու պատճառ ունի։ Նախ Ադրբեջանը փորձում է մինչև վերջին պահը տարատեսակ ճնշումներով Հայաստանից ստանալ ամեն ինչ, իսկ մյուս կողմից էլ չի բացառվում, որ Ադրբեջանին ուղղակի ստիպում են, որպեսզի խաղաղության համաձայնագիրը չստորագրվի կամ ձգձգվի։ Երկրորդ տարբերակը նույնպես կարող է ռեալ լինել, քանի որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է սահմանափակել մեր տարածաշրջանում երրորդ ուժի մանևրելու հնարավորությունները։ Ռուսաստանը Թրամփի շնորհիվ ուկրաինական հարցում որոշակի դադարի հնարավորություն է ստանում եւ արդեն կարող է կենտրոնանալ այլ տարածաշրջանների վրա։ Հարավային Կովկասը դրանցից մեկն է, եթե ոչ ամենակարևորներից մեկը, եւ ուկրաինական թայմ-աութի ընթացքում Ռուսաստանը փորձելու է Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդել։ Իսկ այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանը բացառապես մեկ ճանապարհ ունի՝ թույլ չտալ, որպեսզի Բաքուն եւ Երևանը կարգավորեն միմյանց հետ հարաբերությունները։ Թերևս պատահական չէ, որ ադրբեջանական ապատեղեկատվությունների ֆոնին երեք ասպարեզ դուրս եկավ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ով հայտարարեց, թե իբր Մոսկվան անհանգստացած է սահմանային լարվածության մասին լուրերով եւ կողմերին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել իրավիճակը սրելուց։ Հետաքրքիր է, իսկ ով է Զախարովային զեկուցել, որ սահմանային, այսպես ասած, լարումների մասին լուրերը երկկողմանի են։ Հայտնի է, որ սահմանային լարումների մասին ապատեղեկատվության հիմնական աղբյուրը Բաքուն է, եւ առնվազն տարօրինակ է, որ Զախարովան այս առումով հավասարության նշան է դնում կողմերի միջև։ Զախարովայի այս հայտարարությունը ինչ-որ առումով նաև ինքնախոստովանական ցուցմունք էր եւ փաստացի ցույց տվեց, որ սահմանային լարումների մասին ապատեղեկատվությունների հետևում Մոսկվայի ականջներն են երևում։ Հայտնի փաստ է, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանը կարողացել է իր ուժային եւ վերահսկողական ներկայությունը ամրապնդել բացառապես հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հակամարտությունները թեժ պահելով, եւ հետեւաբար հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է խաղից դուրս թողնել Ռուսաստանին։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք առայժմ։